Երկու գիշեր հիվանդանոցում։ Ես անկեղծորեն չգիտեի, արդյոք կարող եմ դուրս գալ այս իրավիճակից։ Վերջերս Լին հիվանդանոցում էր, շատ սարսափելի վիճակում, COVID-19-ի պատճառով։ Ես անհավատալի ճնշման տակ էի։ Ինձ սիստեմաներ միացրեցին եւ արեցին այն, ինչ պետք է անեին։ Բայց հիշում եմ այդ գիշերները, մասնավորապես, որտեղ ես աղաղակում էի. Տեր, եւ խնդրում էի նրան, որ ինձ օգնի։ Եվ ես նրան խնդրեցի, որ նա մի բան անի։ Թեկուզ գերբնական ինչ-որ բան, որ ինձ կխրախուսեր եւ կօգներ առաջ գնալ։ Եվ ես հիշում եմ դրա հաջորդ օրը։ Ես մի դժոխքային գիշեր ունեցա։ Դուք պետք է մի բան հասկանաք, այդ մեկուսացման սենյակում ոչ մեկ չէր կարող ներս մտնել, ոչ մեկ, ոչ մի հովիվ, ոչ մի ընկեր, ընտանիքի ոչ մի անդամ, ոչ մեկ իրավունք չուներ մտնել, բայց Աստված դռնապան ուղարկեց։ Եվ հանկարծակի այդ դռնապանը ներս մտավ եւ նա նման էր արևի ճառագայթի եւ նա սկսեց ինձ հետ խոսել եւ հարցրեց թե ինչպես եմ։ Ինձ հետ խոսեց եւ ասաց դիմացիր։ Եվ հետո մենք զրուցեցինք եւ նա շրջվեց ու ասաց որ միսիոներ է եւ եղել է Նիգերիայում 14 տարի։ Եվ նա ինձ պատմեց, թե ինչպես էր Աստված փրկել բազում հոգիներ իր ծառայության ընթացքում։ Եվ արդեն 2 տարի էր նա իր տուն էր վերադարձել, Իռլանդիա։ Նա ինձ խրախուսում էր, խոսում էր հոգիների մասին ու Հիսուսի սիրո մասին, Աստծո սիրո մասին։ Եվ ես նստած էի ու շատ զարմացած։ Երբ Աստված ուզում է դիպչել քեզ, նա գիտի թե ինչ մարդու միջոցով դա անի, եւ հենց այդ պահին դա դռնապան էր։ Ուրիշ ոչ ոք չէր կարող ներս մտնել։ Աստված դռնապան ուղարկեց։ Այդ օրը նա գնաց դռան շեմին, ասաց. «Կարող եմ աղոթք անել քեզ համար»։ Եվ ես ասացի. «Այո, իհարկե»։ Եվ երբ նա սկսեց աղոթել դռան շեմին, նա չէր կարող ինձ դիպչել։ Բայց երբ սկսեց աղոթել, նա Աստծո Սուրբ Հոգուն խնդրեց, որ ինձ այցելի։ Նա ասաց Աստծուն, որ բուժի իմ մարմինը եւ դիպչի իմ թոքերին։ Նա այդ դռան առջև աղաչում էր Աստծուն, որ ինձ կենթանի պահի եւ շարունակի ինձ օգտագործել եւ նա գնաց։ Եվ այն էր հետաքրքիր, որ նա գնալուց հետո նա ժամանակ առ ժամանակ այցելում էր ինձ եւ իմ պատուհանից նշան էր տալիս, որ ամեն բան լավ է։ Ես հիշում եմ, այդ գիշեր սկսեցի ավելի լավ ինձ զգալ։ Կարող էր դա լինել մի դռնապայի աղոթքի շնորհիվ։ Լին սկսեց ոչ միայն ուժ գտնել, այլ նաեւ սկսեց ուտել։ Այդ գիշեր սկսեցի չիփս ուզել եւ ես Աստծուն դիմեցի, որտեղ ոչ ոք չէր կարող դա բերել։ Եվ ասացի. «Տեր, հնարավոր է ինձ չիփս, կոկա-կոլա բերես»։ Որովհետեւ ես այդ գիշեր սկսեցի ինձ ավելի լավ զգալ։ Հաջորդ օրը առավոտյան դռնապանը եկավ։ Մի տոպրակ էր բերել, որի մեջ կար 2 նարինջ, 1 կոկա եւ 1 պակետ չիփս։ Ինչ ասեք, որ Աստված չգիտի։ Աստված գիտի մեր բոլոր կարիքները, նա գիտի բոլոր ցանկությունները։ Նա այդ տոպրակը դռան մոտից ինձ տվեց, նա ներս չէր կարող գալ, եւ նա ասաց. «Սա նվեր է Տիրոջ կողմից»։ Ես նստեցի եւ կեր այդ չիփսը։ Ընկերներ, Աստված անձնական Աստված է։ Նա գիտի մեր սրտի ամենախորին ցանկությունները։ Նա գիտի ինչի կարիք մենք ունենք։ Ես ուզում եմ ձեզ խրախուսել այսօր։ Աստված գիտի ինչի կարիք ունեք դուք։ Գիտի ձեր սրտի ցանկությունները։ Նա սքանչելի փրկիչ է։
Երբեք չթերագնահատեք այն, ինչ Աստված կարող է անել ձեզ հետ։ Շնորհակալություն այդ դռնապանին։ Շնորհակալություն Աստծո ձայնը լսելու համար եւ գալու մինչեւ ինձ մոտ։ Նրանց համար, ովքեր փրկված են, պահեք ձեր աչքերը Տիրոջը վրա, շրջեք ձեր աչքերը դեպի Հիսուս։ Իսկ նրանց համար, ովքեր չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին, ես ձեզ կխրախուսեմ բարձրացնել ձեր աչքերը եւ նայել երկինք։ Եվ ամբողջ սրտով ասեք. Տեր, ողորմած եղիր իմ մեղավորիս նկատմամբ։ Եվ գնացեք տուն, արդարացված, կարծես թե երբեք մեղ չեք գործել։ Աստված օրհնի ձեզ եւ ճանաչեք Հիսուսի սերը, Սուրբ Հոգու զորությունը։ Ինձ կանչելի է Փրկիչը։ Ամեն։